Ժորժյան, պայմանավորվեցինք։ Որտե՞ղ ելն է։ Պայքարն իրականացնում։ Ոնց եք պատրաստում տնային կալանքը։ Դուք ինձ կօգնեք։ Շարունակում է ձեր անազատությունը եւ նահանջելի տեղ իշխանությունը այսպես ասած չունի, ասում է չունի։ Ունենան։ Կներեք։ Իսկ ինչն է հետահոտությունը Դե իրենց հասցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաեւ միջազգային հարթակներում կարող այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ձեր ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու եք։ եթե հայտնի հայտարարությունը չլիներ, Ես դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք։ Իհարկե ոչ։ Որովհետև ասել եք քաղաքականություն չի Իհարկե ոչ։ Չէ, Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց այս անարտարությունները ստիպեցին։ Ժողովուրդ մի բրծես էլի։ Իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ, որոշեմ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստ էության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Բայց սա այն ձևաչափ։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն այսօր շունչ հանգյալ է անվանել ձեզ, Քոչարյանի եւ ԲՀԿ-ին ձայն տվողներին, հիմնվելով երևի այն ձայնագրությունների վրա։ Այսպիսի հայտարարություն ինչ-որ բան արձագանքելու ունեք։ Ես ինչ արձագանքեմ, դուք պետք է արձագանքեք։ Որևէ մեկը կարող է Կարապետյան, երբեք հրապարակային հրավիրելու մեզ ձեզ հետ խոսելու։ Արդեն սկսել են Պարոն Կարապետյան, արդեն սկսել են ձեզ բոմ դարձնելու գործընթացը իշխանությունները։ Ժողովուրդ ջան։ Ժորժան, տենց անլուրջ մարդկանց հայտարարություններ Կներեք, ժողովուրդ ջան։ Հետևից չեն կարող մտնել ժողովուրդ։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով, նրան ոստիկանության ուղեկցությամբ տուն են տանում, դուք այդ տեսնում եք մեր կադրերում։